ուրեմն դիմադիր խմբակցություն դառնալ եւ նեղը դնել քվականներին։ Ինձ թվում է արդեն դառել են ու կդառնան։ Բայց առաջին երկու օրվա ելույթները այդքան էլ դրա մասին չեն խոսում։ Նարեկ Կարապետյանը ավելի շատ հակված է, որ կառուցողական լինի, կից լինի բանավեճը քաղաքակիրթ, Ռուբինյանի առաջարկին ոնց որ թե դեմ չեն։ Նարեկ Կարապետյանը միշտ է կիրթ, միշտ կառուցողական, ինչ վերաբերվում է մեր երկրին, իր մոտ այդպիսի մոտեցում միշտ լինելու է։ Իսկ Փաշինյանին հեռացնելու օրակարգը երբանից պետք է այսպես միսու այրոն ստանա խորհրդանում կամ դրանից դուրս։ Ամեն օր ստանում է։ Այդ Փաշինյանը ավելի շուտ ինքը իրեն կհեռացնի։ Այս քանի դեր եղավ 8 տարի չի հեռացնում դեռ ոնց որ թե ոչ ընդդիմությունն է կարողանում ոչ ինքն է իրեն հեռացնում ինչի պիտի հեռացնի։ Մի քիչ էլ սպասենք։ 8 տարի սպասել եք, մի քիչ էլ սպասենք։ Ինչքան մի քիչ։ Քիչ։ Այսօր օրինակ հիշեցնում էին, հեգնում էին քպականներ, ասում են, բա որա ձեր վարչապետը, ասում են, նիստեր անում եք Ասեք, որ ստեղ եմ, դատարանում եմ։ Ասում են, նիստեր անում եք, այդ արտանագրությունները տորու եք ուղարկում։ Նիստերը դատարանում ենք անում։ Կառավարության նիստերը որ վարչապետը ստեղ դատարանում եք։ Այո։ Դուք դեռ ուրիշ հնարավորություն չկա։ Դուք դեռ վստահ եք, որ վարչապետ եք դառնալու շուտով եւ Իսկ դուք եք վստահ։ Դե ճիշտ ասած դուք այնքան եք վստահեցել, որ մենք համարյա հավատում ենք, որ ընդդիմություններին դուք հաղթել եք, բայց արդյունքները մի քիչ այլ բանի մասին վկայեցին։ Այդպիսի արդյունքները ոչ ձեզ են պետք, ոչ իրենց, ոչ մեզ։ Արդյունքներ, որ հետագայում կտանեն մեր երկրի կործանմանը, կտեսնենք։ Աստված չանի։ Փաշինյանի հեռացումը գործնականում ինչպես ենք տեսնելու։ Քայլ գնում ենք առաջ։ Հնարավոր է դուք էլ Հայաստան դաշինքն էլ այսօր բանից սկսած պատրաստվեք 31 թվականի ընտրություններին։ Ոչ, մենք չէ։ Դուք չէ։ Այսինքն փողոցային պայքար սպասում է։ Դե գիտեք, փողոցային կամ ոչ փողոցային շատ եք փողոցի հետ։ Փաշինյանը ոնց որ դուրները տեկել է այդ փողոցներում վազվզելով։ Թողեք հանգիստ գնանք։ Հետ ճիշտ ասած փողոցներում այնքան ենք վազվզել, թե Փաշինյանի հետևից 18 թվին, թե ընդդիմության հետևից լավ հոգնել ենք։ Դուք ուրիշ բան առաջարկեք։ Հեռացնել խորհրդարանով, եթե ոչ փողոցային։ Ես ասեցի, Փաշինյանը ամեն օր գնալով ծախողվելու է։ Ես վստահ եմ գալու է օրը հենց ԿՊԱ-ականները իրեն հեռացնել են։ Այդ հույսով եք սպասում, որ Փաշինյանը։ Այդ հույսով եմ, ուրիշ հույսեր եմ։ Բայց նախորդ 5 տարին ուզում են իմպիչմենտ անեն, չստացվեց, էլի այդ հույսով, որ ԿՊԱ-ականներին պետք է քաշեն իրենց կողմը։ Իմպիչմենտը անուն չտվեցի։ Դատական ընթացքի մասին ինչ կասեք։ Սովորական դատական անիմաց դատական ընթացք։ Պարոն Կարապետյան, փաստորեն նաև հույքային հայց պահանջ ներկայացվեց շուրջ 7 միլիարդ դրամի հույք են ցանկանում բռնագանձել հօգուտ Հայաստանի։ Դե ուրիշ ոչ մի ձևով չեն կարողանում այս մարդիկ զարգացնեն, դրա համար ընկել են մարդկանց գրպաներից, ուզում են ինչ-որ բան քաշել։ Դոլարային միլիարդատեր եք, այս ամեն ինչը որ տեղի ունեն, այդ միլիարդավոր դրամները ձեզանից օրինակ բռնագանձեն, ձեր վարկանիշը որպես դոլարային միլիարդատեր իջնի, Forbes-ում կամ վարկանիշը որպես միլիարդատեր չի իջնի, բայց իմ ռեպուտացիան կիջնի։ Դա Համար չեն կարող բռնագանձել։ Բայց տեսեք Սարոկյանի Քանի որ ապօրինի է։ բացարձակ ապօրինի է։ Բայց միևնույն է, թեկուզ ապօրինի ձևով եթե բռնագանձեցին, ձեր հաշիվները պակասելու են, չէ՞, ձեր ունեցվածքը նվազելու է, պարոն Կարապետյան։ Մենք էլի կավելացնենք, այդ շնորհքում ենք։ Բայց Սարոկյանի մասով ինչ կարող եք ասել, Սարոկյանին տանում է սնանկացման, երթով խլում է այդ բիզնեսները, ոնց որ թե նաև ձեր այդ զուգահեռ համ ձեր ձերը համ իրենց։ Ոչ մի բան չեք կարող անել, ոչ Սարոկյանին, ոչ ինձ։ Բայց արդեն իրենք ինչ-որ բաներ, վերցել են ուզում են կառավարեն։ Հեծը խլեցին։ Պետք է մարսեն, խլելը խոմի քայլ անելը։ Լավ Ռոմանոս Պետրոսյանն լավ է մարսում ձեր։ Բայց մենակ Ռոմանոս Պետրոսյանն է մարսում, հələ մյուսները չեն մարսում։ Գոնե դուք անկեղծ կասեք, դուք իրեն ինչքան աշխատավարձ եք տալիս, ինքը չի ասում։ Ես չգիտեմ, ինքն է իրան աշխատավարձ նշանակել ու տալիս։ Ինչքան 5 միլիոնակ ճիշտ է։ Ես չգիտեմ, ազնություն չկա։ ԿՊ-ն կոչ անում ազգային ժողովում բարեկիրթ լինել միմյանց հանդեպ, դուք ասողից նկատում եք բարեկիրթություն։ Ընդհանուր բացառությամբ մի հոգու ոչինչ, դեռ ոչինչ։ Կախում են տարունի։ Չգիտեմ։ Մի հոգի կա, որ դերի մեջ է մտել, հասկանում, որ շատ լուրջ տալվում է։
Բոլորը ամեն ինչի համար պատասխան են տալու։